Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Մեկ ամիս արձակուրդից ու համապետական ընտրությունից հետո առաջին նիստին է եկել Փաշինյանը, սկզբում շնորհավորանքներ։ Ուզում եմ եւս մեկ անգամ բոլորի շնորհավորել ընտրությունների առիթով։ Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի, ծաղիկների եւ որոշ այլ ապրանքների սահմանափակման ֆոնին վարչապետին զեկուցում են եվրոպական նոր շուկաների բացահայտման ու տնտեսվարողներին փոխհատուցում տալու մասին։ Ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կերասին 400 դրամ։ Շնորհություն եմ հրավիրում, որ ասենք ենթադրենք Երևանից մարդիկ չզանգեն, էլի Փարիզ իրանց բարեկամներին ասեն մի քիչ մեծ ծիրան ուղարկեք։ Մենք ստեղ ծիրան չենք կարողանում գտնել։ Զբոսաշրջության մեծ հոսքը նույնպես կավելացնի սպառումը, վստահ է Փաշինյանը։ Բարև ձեզ հարգելի լրագրողներ։ Նիստից հետո ճեպազրույցն է լրագրողների հետ, որոնցից ոմանք ըստ Փաշինյանի նախընտրական հայտարարության իշխանությանն էին ընտրելու, այլապես գործազուրկ կդառնային։ Փակագծեր չի բացում, բայց ասում է, որ նոր ձևավորվող կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինելու։ Հարցերի մեծ մասը ընտրությունների մասին են։ Լրագրողները վարչապետին հիշեցնում են քարոզարշավից առաջ արած աղմկոտ հայտարարությունը։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ շատ ուղիղ ասում, չնայած հիմա այս մթնոլորտը նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ Արդեն պարզ է, որ անգամ վերջնական արդյունքով ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի ունենալու խորհրդարանում։ Սեպտեմբերին պատերազմ կլինի։ Քանի մենք խաղաղության օրակարգը հետևականորեն շարունակելու ենք եւ սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով եւ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Այս իրավիճակում սահմանադրությունը փոխելու հարցը դուրս է գալու օրակարգից, թե հանրաքվեով կամ այլ տարբերակով է փոփոխություն լինելու։ Մենք կդիտարկենք, կքննարկենք իրավիճակը եւ կգանք հետեւություն լինի։ Ընտրությունից հետո ակտիվ քննարկվում է ընդդիմադիրների մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Ինչ է կարծում ԿՊ ղեկավարը։ Եթե որոշեն չվերցնեն, գոնե այդքանով ազնիվ կլինեն, որ կունենանք մաքուր լեգիտիմ խորհրդարան։ Աշխարհի բազմաթիվ երկրներից Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ։ Աշխարհի լիդերներին միացան նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն ու Թուրքիայի նախագահը։ Էրդողանը նշել է, որ շնորհավորանքը սրտանց է եւ ինքը լիովին հավատացած է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Փաշինյանի ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի։ Իսկ ահա ռազմավարական դաշնակից ու բարեկամ Ռուսաստանից Փաշինյանը դեռ շնորհավորանք չի ստացել, բայց հույսը չի կորցրել։ Պուտինի մասով դե հա ինչ չի շնորհավորել, հույս ունենանք շնորհավորել։ Ռուսաստան այցեստ պլանի հայտարարել էիք, որ ընտրություններից 2 շաբաթ կամ հունիսի կեսերին արդեն ապրիլին պայմանավորվել եք այդ հանդիպման մասին, սա այս հանդիպումը ուժի մեջ է, թե ոչ։ Պետք է հրավեր լինի, որ գնամ, երբ որ հրավեր կլինի կգնամ, այսինքն չեմ մերժի հրավերը, այդ հաստատ։ Շնորհավորանքի փոխարեն Ռուսաստանից հիշեցրին, որ Հայաստանը չի վճարում ՀԱՊԿ անդամավճարները եւ դա կունենա հետևանք։ Սերգեյ Լավրովը նշել է, որ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը պետք է բավականին արագ լուծվի։ Հնարավոր է Հայաստանին ՀԱՊԿ-ից էլ հեռացնեն։ Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել գիտություն, ուրիշ բան անելու չունենք։ ԵԱՏՄ-ի մասով էլ ես ասում եմ, որ ընտրություններից հետո կվերադառնամ աշխատանքի։ Հիմա ԵԱՏՄ-ի աշխատանքներին լիարժեք ներգրավեմ եւ բոլոր հարցերը արդեն երկու ձևաչափերում կքննարկենք։ Ենթադրյալ ընտրակաշառքի գործերով դեռ դատական ակտեր չկան, բայց Փաշինյանը դատական որոշում է հրապարակում։ Առնվազն 5 տարի դատապարտել ընտրակաշառք տալու համար մեղադրվողներին եւ մինչեւ հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պահել բանտում։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։